Պարոն Սովգուլյան հայակվեն այստեղ բողոքի ակցիա է իրականացրել, մամուլի ասուլիսով է ներկայացրել և երեկ էլ այսօր էլ նշեցիք, որ ձեր քայլերով հնարավոր եղավ, որ կենսաթոշակառուների թոշակները բարձրացվեն, կխնդրեմ նախ մինչ այս արած գործերը ներկայացնեք և ինչու իշխանությունը այսպես հապճեպ որոշեց բարձրացնել կենսաթոշակառուների թոշակները։ Շնորհակալություն, նախ եւ առաջ այդ նախապատմությանը անցնելը ասեմ, որ երեք կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մի այսպիսի գրառում էր արել, որ թող ընդդիմության դերակատարները որոշեն, թե ով է այս հարցում առաջատարը եւ ում շնորհիվ է թոշակները կառավարությունը բարձրացրել, դե սարկազմով էր մոտեցել, որպեսզի մենք էլ որոշենք, թե ում տանք առաջնությունը այս հարցում։ Պետք է նշել, որ ընդդիմադիր առողջ ուժերը երբևէ միմյանց նկատմամբ խանդով չեն վերաբերվում, սա ընդհանուր հաղթանակ է, բնականաբար այս հաղթանակի մեջ հայաքվեն ունի իր հստակ ընդգծված բաժինը, որովհետև կոնկրետ այս հարցով շուրջ 6 ամիս մենք դաշտային աշխատանքներ ենք տարել, ստորագրահավաքներ ենք կազմակերպել, կենսաթոշակառուների շրջանում հարցումներ ենք իրականացրել, նվազագույն զամբյուղի հետ կապված կարիքների գնահատում ենք արել եւ հասկացել ենք մինչեւ այդ 6 ամիս է, նաեւ դրանից առաջ, որ երկրում ամենակարևորագույն խնդիրը շարունակում է մնալ սոցիալական անարդարության հարցը, որ կենսաթոշակառուները, նպաստառուները իրենց զգում են վիրավորված եւ թիրախավորված։ Եվ այս առումով այն առողջ ուժերը, որոնք գալու են իշխանության եւ ձևավորել են նոր կառավարություն, նրանք հստակ առաքելություն ունեն երկրում վերականգնելու սոցիալական արդարությունը։ 2021 թվականին այս նույն կառավարությունը որոշում է կայացրել, որ 50%-ով գալիք 5 տարում իրենք պետք է կրճատեն աղքատությունը երկրում։ Իրենց հաշվարկներով, դա իրենց հաշվարկները մոտ 1% թե 1.5% են կրճատել, տեսեք 50% եւ 1.5%։ Եվ այս պարագայում աղքատությունը շարունակում է մնալ գերիշխող հարց 21.7%։ Այսինքն այս առումով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական հաշվարկներով 650-ից 700 հազար, իսկ իրականում ավելի, մինչև 800-900 հազար մարդ աղքատ է, այսինքն նրանց միջինացված եկամուտը 50 հազարից այն կողմ չի անցնում։ Եվ այս ուղղությամբ իշխանությունները հստակ քայլեր չեն ձեռնարկում։ Այսինքն եթե դուք 5 տարի առաջ ֆիքսել էիք, որ երկրում կա աղքատության այս մակարդակը, ինչի նման սոցիալական ծրագրեր 2022, 23, 24 թվականի չէիք իրականացնում, թոշակները չէիք բարձրացնում, պարտադիր առողջապահության ապահովագրության հետ կապված որևէ քայլ չէիք անում։ Այս համակարգները, որ ներդրել են թերիա, մարդիկ գնում են քաղաքացիները իրենց անունները բազայում չկա, հստակ չեն առողջապահական ծառայությունները, որոնք իրանք պետք է մատուցվեն։ Միայն լսում ենք հետևյալը, որ այս իշխանությունները թմկահարում են, որ մի քանի 100 մարդ ստացավ 4 միլիոնի ապահովագրություն եւ այլն եւ այլն։ Իսկ գուցե իշխանությունները ձեր տեսակետը չեն կիսում, որովհետև նրանք նշում են, որ վերջին տարիներին աղքատության շեմը նվազել է եւ անգամ կհիշեք, որ անցած տարի Վարդավառից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա ժողովուրդը ավելի լավ է ապրում, ավելի շքեղ է ապրում, ավելի անհոգ է։ Գիտեք ինչ, նույն Նիկոլ Փաշինյանը հակադարձեմ հենց իրեն իր խոսքերով եւ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի ամենահզոր ընդդիմախոսը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ոչ միայն այն կադրերը, երբ որ դնում են 2018-ից առաջ, այլ 2018-ից հետո։ Ով էր ասում, որ աղքատությունը ձեր ուղեղում է։ Ով էր ասում, չհասկացա բանը, մենք պետք է զբաղվենք աղքատների հարցով, եթե մարդը դիվան է քշում, մենք պետք է իր սոցիալական հարցերը լուծենք, եթե ընդհանրական իմաստով ենք այս հարցին նայում, հա տարեցները նենց չի, որ կենսունակ են, ով էր ասում, որ տարեցները պետք է բիզնես դնեն, որ 70 տարեկանը, 75 տարեկանը ինչ տարիք է, երևի իր հաշվարկներով մարդու ծաղկման ժամանակաշրջանը սկսում է 75-ից հետո։ Միգուցե այս կառավարությունը նաև երկարակեցության հետ կապված որոշում կընդունի։ Այնպիսի որոշում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է ապրել 150 տարի, հա, իրանց բոլոր որոշումները հիմնականում աբսուրդի ժանրից են։ Բացի այդ, գիտեք ինչ, իրանց նույն պաշտոնական տվյալներով աղքատությունը 21.7% է, այսինքն էական տեղաշարժը որտեղ է։ 3 ամսվա հատվածում դուք չեք կարող այդ էական տեղաշարժը տեսնել։
Այսինքն իրանք դա պետք է ապահովեն գալիք 8 տարվա ընթացքում։ 8 տարվա ընթացքում իրանք մոտ հաջող ստացվեց կրկնապատկել 2.5 անգամ մեծացնել պետական պարտքը։ Եվ այդ գումարները նաև ինչի հաշվին են գալիս։ Իշխանությունները մեղադրում էին նույն հայաքվեին եւ ընդդիմադիր ուժերին, որ իրենց նկատմամբ բարվում է, մղվում է հիբրիդային պատերազմ, որ ստիպում են սոցիալական ծրագրերի վրա գումարներ ծախսել եւ այդ գումարները իրականում պետական բյուջեում չկա։ Արսեն Թորոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, երբ որ մի քանի ամիս առաջ հայաքվեն նույն այս հարցը թմկահարում էր, ասում էր ժողովուրդ, ցույց տվեք ինձ այդ 100 միլիարդ դրամը, որը կա պետական բյուջեում։ 3 օր առաջ հայտարարում էր, որ ցույց տվեք ինձ այն 150 միլիարդը, որը չկա պետական բյուջեում, բայց իրականում այդ գումարը կազմում էր 175 միլիարդ դրամ։ Եվ փաստացի ստացվում է, որ Գևորգ Պապոյանի նման Արսեն Թորոսյանը նույնպես չի կարող հաշվարկներ անել։ Այս իշխանությունները ահավոր թույլ են մաթեմատիկայից։ Իրենք նույնիսկ բյուջե են ընդունում, չիմանալով հանդերձ, որ իրանք տնտեսական աճ են արձանագրում, հետո պայտակ հայտնագործում են, բացահայտում են, որ այս իշխանությունը եռանիշ տնտեսական իհարկե ճակերտան աճ է արձանագրել եւ կարելի է թոշակները բարձրացնել եւ հետաքրքիրն է, որ բազմա նախարարների մի մասը, ինչպես ես հասկացա նաեւ համացանցային տիրույթում հնչած մտքերից, այդ մասին իմացել են Նիկոլ Փաշինյանի լայֆից։ Ինչպես շատ նախարարներ իրենց հրաժարականները ստանում են SMS-ներով, մարդիկ էլ թոշակների բարձրացման հետ կապված նորությունները հետևում են վարչապետի էջին եւ ըստ այդմ եզրակացություններ են կայացնում։ Պարոն Սավգուլյան, ընդդիմությունը եւ նաեւ հայաքվեից ում հետ խոսացինք, նրանք եւս նշում են, որ այս բարձրացումը նպաստների եւ թոշակների պայմանավորված է նախընտրական շրջանով, նախ դուք կիսում եք այս տեսակետը, թե ոչ, եւ մինչեւ համապետական ընտրություններ, ինչ եք կարծում, ինչ նոր փոփոխություններ կլինեն։ Նայեք, անցած տարիների ընթացքում ինչ արեց այս իշխանությունը։ Մեծացրեց հարկային բեռը, մեծացրեց։ Հարկային բեռը տեղ-տեղ վերածեց նույնիսկ հարկային ահաբեկչության։ Հիշում եք, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, հաշվապահները, ոսկու շուկայի ներկայացուցիչները քանի անգամ եկան, մսավաճառները, այս առումով իրանք ինչ արեցին։ Սկսած գույքահարկից, աղբի վճարից, կայանետեղիների վճարից մեծացրեցին հարկային բեռը։ Պետական բյուջեում ապահովեցին հսկայական հոսքեր։ Եվ ասացին, եթե նույնիսկ գույքահարկը չեք կարող վճարել, ձեր տունը վաճառեք, գնացեք ծայրամաս, չեք կարող վաճառեք ծայրամասում տոմսարեք եւ լքեք երկիրը։ Էդ է տրամաբանությունը ստացվում։ Եվ այս առումով իրանք մի ձեռքով ժողովրդից վերցրեցին այդ գումարը, եւ հիմա ինչ են անում 2026 թվականին, նախընտրական շրջանում ընդունեցին, չմոռանանք նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասով, եթե կար 3 սահմանափակումները դարձան 11, եւ այս ժամանակահատվածում այն կազմակերպությունը, որը կարող է իրականացնել քարոզչություն կամ հակակարոզչություն, չի նշում նախընտրական շրջանում։ Անորոշ է թողած այդ ժամանակահատվածը։ Իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի արգելում է մասնակցել ընտրություններին։ Ինչ եմ այս հարցը կարևորում եւ ասում։ Գալիս եմ ձեր հիմնական հարցին։ Մի ձեռքով իրանք գումարները ժողովրդից հավաքեցին, մյուս ձեռքով անպագոր սոցիալական ծրագրի շրջանակներում այդ գումարը տալիս են նախընտրական շրջանում, եւ դա իրենց որակում կոռուպցիա չէ, բայց դա օրինական կոռուպցիայի դասական մոդելավորված տարբերակ է, ինչպես պարգևավճարները։ Հա, Հայաստանի Հանրապետությունում չկա պարգևավճարների վերին Պարգևավճարը հաշվարկվում է աշխատավարձի հիմքով։ Ստանում ես 1 միլիոն դրամ, գրվում է քո աշխատավարձի 7 հապատիկի չափով, 50 հապատիկի չափով, 100 հապատիկի չափով, չկա սահմանափակում։ Սա վարչապետը կարող է իր նախարարներին 100-200 միլիոն դրամի պարգևավճար տալ։ Ինքը իրան պարգևաբանը սահմանել 1 միլիարդ դրամ պարգևավճար։ Օրենքը չի սահմանափակում իհարկե։ Չկա նման սահմանափակում պարգևավճար։ Հետևաբար ինչ է ստացվում։ Իրանք ընդհանրապես բնակչության մասին չեն մտածում են միայն վերարտադրման մասին եւ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նաեւ իդեմս կառավարության, որտեղ իրանք բնականաբար բացարձակ մեծամասնություն են, եթե ամբողջն են, մշակել է հստակ կոռուպցիոն ճանապարհային քարտեզ, որպեսզի կարողանա, այսպես ասած, գրավել թոշակառուների սրտերը 10,000 դրամ բարձրացնելով Պարտադիր ապահովագրություն առողջության ոլորտում պարտադիր ապահովական այդ ծրագրերը իրականացնելը, որի հիմնական նպատակը հետևյալն է։
կարճ եզրափակեմ, հունիսի 8-ին վերարտադրվել։ Թե դրանից հետո պետական բյուջեին փող կլինի, թե դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի սոցիալական կոլապսի, այս իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես չի հետաքրքրում։